Լավ, պատերազմին չեկաք չմասնակցեցիք, խաղաղությանն էլ չեք մասնակցում։ Պատերազմին բաժնեկից չեղաք հայաստանցիներին։ Հիմա խաղաղության ենք հրավիրում, փող չի ուզածներս։ Եկեք տնտեսական ներդրումներ արեք, եկեք մասնակցեք եւ երկիրը շենացրեք, ցույց տվեք, որ նախանձախնդիր եք Հայաստանի հարատեվության մեջ մաս ունենալու, բաժին ունենալու, որտեղ ի վերջո հասկանում եք, չէ՞, Միացյալ Նահանգների գործող վարչակազմը, հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն առաջիկայում էլ ընտրություններ են եւ որևէ գործողություն այս կամ այն կերպ շոշափում է ընտրություններում կոնկրետ հայության օրինակ ձայները ստանալու ակնկալիք կա 2027-26 թվականի աշնանը միջանկյալ ընտրություններ են եւ այդ ընտրություններն են որոշելու օրինակ հանրապետական կուսակցությունը կպահպանի օրինակ մեծամասնությունը կոնգրեսում կամ սենատում եւ իհարկե իրենք աշխատում են նաեւ այնպիսի փոքրամասնությունների հետ ինչպիսիք են օրինակ հայկական ձայները մենք այդպիսի մեծ նշանակություն չունենք բայց Թրամփը իր հաջողությանը հասել է հենց փոքրամասնության շնորհիվ գնալով այնպիսի առանցքային համայնքներին դիմելով ինչպիսիք են օրինակ Միշիգանի արաբները կամ Փենսիլվանիայի հայերը որի աջակցությունը Թրամփը ստացավ Արամ Կաթողիկոսի հետ հեռախոսազրույցի արդյունքում